Բաքվում ավարտվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի նկատմամբ իրականացվող շինծու դատական քննությունը, հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Կողմերը հայտարարել են, որ չեն առարկում դատաքննության ավարտի եւ ճառերի փուլի մեկնարկի դեմ Վարդանյանին նշանակված ադրբեջանցի փաստաբանը ներկայացրել է երկու միջնորդություն, որոնք դատարանը չի բավարարել։ Սակայն թե ինչ միջնորդությունների մասին է խոսքը, չի հաղորդվում։ Դատական հաջորդ նիստը կկայանա դեկտեմբերի 18-ին։ Ռուբեն Վարդանյանին Բաքուն մեղադրում է Ադրբեջանի դեմ պատերազմ ծրագրելու նախապատրաստելու եւ իրագործելու ահաբեկչության ֆինանսավորման մարդկանց տեղահանելու համար։ Արագածոտնի թեմի բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն եւ միասնական աղոթք անազատության մեջ գտնվող հոգեվոր հայրերի համար։ Այս մասին հայտարարություն է տարածել Արագածոտնի թեմը։ Հայտարարության մեջ մասնավորապես ասվում է, հայցում ենք ամենքիդ աղոթական ներկայությունը աղոթելու թեմակալ առաջնորդ մեր սիրելի հոգեվոր ծնող Մկրտիչ Սրբազանի անազատության մեջ գտնվող մյուս հոգեվորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար։ Հայաստանի եւ Լյուքսեմբուրգի արտաքին գործերի նախարարները ստորագրել են Հայաստանի Հանրապետության եւ Լյուքսեմբուրգի մեծ դքսության միջև ռազմավարական գործընկերության մասին համատեղ հռչակագիր։ Այս մասին ասված է արտաքին գործերի նախարարի խոսնակ Անի Բադալյանի Facebook-յան էջում։ Պատարագի ժամանակ եպիսկոպոսապետի եւ առաջնորդի անունների զեղչումը նշանակում է, որ պատարագի եկեղեցականը կասկածի տակ է դնում ուղղափառ հավատքի հիման վրա մատուցվող պատարագը, հայտարարել է Մայրաթորը, դա բացատրելով, որ պատարագի ուղղափառության տեսուչը եպիսկոպոսն ու եպիսկոպոսապետն են, ինչպես նաեւ պատարագի հոգեվորականը մեջբերում իրեն դուրս է դնում եկեղեցական միությունից ու մերժում եկեղեցու առաջնորդի իշխանությունը, ասված է Մայրաթորի հայտարարությունում։ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Անկարայում դեսպանների համաժողովում ելույթի ընթացքում հայտարարել է, որ իրենք շարունակում են Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը եւ շեշտել, որ հաջորդ տարվա սկզբից սկսած կձեռնարկեն մի քանի խորհրդանշական քայլեր։ Թուրքիայի նախագահը չի մանրամասնել, թե որոնք կարող են լինել այդ քայլերը, սակայն նշել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրմանը Ադրբեջանն ու Հայաստանը ավելի մոտ են, քան երբևէ։ Պարտադիր ծառայության ժամկետը 2026 թվականի հունվարի 1-ից 2 տարվա փոխարեն կդառնա 1.5 տարի։ Օրենքի նախագիծն այսօր երկրորդ ընթերցմամբ եւ ամբողջությամբ ընդունվել է ազգային ժողովում։ Այն ստացել է 65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպատ ձայներ։ Ծառայության ժամկետի կրճատումն ի դեպ չի վերաբերվելու 2026 թվականի հունվարի 1-ի դրությամբ պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողներին։ Զինված ուժերն արդեն ստացել է բանակի համար նախատեսված նոր համազգեստի նմուշները։ Այս մասին Նիկոլ Փաշինյանին զեկուցել է Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։ Նա ընդգծել է, որ համազգեստը ստեղծվել է մեր պատվերով եւ համապատասխանում է Հայաստանի պայմաններին։ Տարածված տեսանյութից պարզ է դառնում, որ համազգեստն այս պահին փորձարկվում է եւ դրա բարեհաջող ավարտից հետո այն կտրամադրվի ամբողջ բանակին։ Շիրակի մարզում 37-ամյա տղամարդը դանակարելու սպանել է իր մեծահասակ ծնողներին։ Ժամը 10:10-ին փրկարարծառայությունը ազանգեստացվել, որ ամուսինների տան դուռը փակ է եւ ներսից չեն արձագանքում։ Փրկարները դուռը բացելուն պես հայտնաբերել են այդ հասցեում բնակվող ամուսինների դիերը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ երիտասարդը ձերբակալվել է։ Տեղում հավաքված քաղաքացիները հայտնել են, որ երիտասարդը ծնողներին սպանելու եւս մեկ փորձ է իրականացրել 7 տարի առաջ, ինչի պատճառով հաշվառված է եղել հոգեբուժական կենտրոններից մեկում։ Ճիշտն ասած, կոնկրետ այս բիզնես ֆորումը Երևանում Ռուսաստանի դեսպանության ներկայացուցիչները հնարավորություն են ստացել այցելել ազգային բարերար Սամվել Կարապետյանին։ Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնյան հայտնել է, որ նման մի այց արդեն եղել է դեկտեմբերի սկզբին։ Կարապետյանը հայտնել է, որ լավատես եւ մարտական է տրամադրված։ Ռուս գործարարները մտահոգ են Հայաստանում իրենց նախագծերի ապագայի վերաբերյալ Սամվել Կարապետյանի կալանավորման պատճառով։ Այս մասին ՌԻԱ Նովոստիի հետ զրույցում հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարի խոսնակը։ Նրա պարզաբանմամբ Տաշիր ընկերությունների խմբի ղեկավարի քրեական հետապնդումը մտահոգիչ նշան է մյուս ռուս գործարարների համար։ Կարապետյանի ձերբակալությունը գործարարներին ստիպում է կասկածի տակ դնել ներդրումային միջավայրի կայունությանը։ Սա հավանաբար բացասական կանադառնա երկկողմ առևտրի աճի տեմպերի վրա։ Արձանագրելով Ազգային բարերար Սամվել Կարապետյանի գործով վերաքննիչ քրեական դատարանը արձանագրել է, որ քրեական բարույթի ժամկետների ձգձգումը խնդրահարույց է եւ հանգեցնում է մարդու հիմնարար իրավունքների խախտման, հայտնել է բարերարի փաստաբանական խմբի անդամ Արամ Վարդանյանը։ Ըստ նրա, դեկտեմբերի 11-ի որոշման մեջ դատարանն ամրագրել է բարույթի անհարկի երկարաձգման անթույլատրելիությունը։ Ըստ Վարդանյանի, թե քննչական կոմիտեն, թե դատախազությունը ուղիղ անտեսել են դատարանի այդ որոշումը։ Չնայած Հայաստանի Հանրապետությունում Սամվել
Կարապետյան անուն ազգանունը եւ քրեական դատավարության օրենսգիրքը իրար հետ համակցված չեն գործում, որտեղ հենց Սամվել Կարապետյան անուն ազգանունն է լինում, քրեական դատավարության օրենսգիրքը կարելի է փակել, քանի որ այն չի գործում, քանի որ ոչ մի իրավունք եւ օրենք չի գործում փաստացի, բայց չնայած այս ամենին, այս մի հարցում Վերաքննիչ դատարանը փաստացի կարևոր արձանագրումը կատարել է եւ արդեն քննչականը եւ դատախազությունը, երբ մենք պնդումներ էինք ներկայացնում, մշտապես արձանագրում էին, որ այստեղ ոչ կարող են վարույթ անջատել, որ իրենք իբրև պատշաճ ջանասիրություն են ապահովում, ինտենսիվ գործողություններ են անում, այդ ամենի հակառակ փաստարկը այլևս ոչ թե միայն մենք ենք ասում, այլ դա տեղ է գտել Վերաքննիչ դատարանի որոշման մեջ, եւ ես հաստատապես պնդում եմ, ի վերջո այս աբսուրդը, թեև այսքան երկար է տևում, եւ այս ընթացքում ընթացակարգային բովանդակային այնպիսի հիմնարար խախտումներ են տեղի ունենում, որոնք բոլորը ի վերջո արձանագրվելու են։ Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախկին փոխնախարար Գրիշատ Համրազյանը միացել է մեր ձևով շարժմանը։ Տեղեկությունը Ժողովուրդ օրաթերթի հետ զրույցում հաստատել է շարժման մամուլի պատասխանատու Մարիաննա Ղարամանյանը։ Օրաթերթը նկատում է ԿԳՄՍ նախկին փոխնախարարը ազատման դիմում էր գրել աշխատանքից հեռանալու եւ նշել մեջբերում կյանքից ողջ գիտակից հատվածը պայքարել եմ հանուն արդարության եւ այն սկզբունքների, որոնց երբեք չեմ դավաճանել։ Ինձ համար հայ ժողովրդի պատմությունը չի սկսվում 2018-ից։ Իդեպ մեր ձևով շարժմանն արդեն միացել է 14000 կամավոր, այս մասին հայտարարություն է տարածել շարժման պաշտոնական էջը, նշելով, որ մեջբերում, մինչ նրանք շարունակում են վատաբանել մեր ձևովը շարունակում է ուշեղանալու թափ հավաքել։ Բացառվում է Չի կարող իրականացվել մի նախագիծ, որը կհակասի Հայաստանի ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո, լրագրողների հետ ճեպազրույցում ասել է Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նաեւ շեշտել է, որ Թրիփը եւ Զանգեզուրի միջանցքը նույնը չեն։ Մենք հաշվի առնում ենք մեր հարևանների բոլոր կենսական շահերը եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում են։ Մենք չենք կարծում, որ կա որևէ անհանգստանալու բան եւ այս առումով ընդհանրապես կապի մեջ ենք մեր բոլոր գործընկերների հետ եւ մեզ ուրախացնում է այն փաստը, որ Իրանի արտգործնախարարությունը բազմիցս նշել է, որ այս հարցում իրապես միջանցքի խնդիր չկա եւ Իրանի կարմիր գծերը նույնպես հաշվի առնած են, որովհետեւ իրականում դա ոչ միայն Իրանի կարմիր գիծն է, դա առաջին հերթին Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի։ Հայաստանը չի քննարկում Թրիփ նախագծում Մոսկվայի ներգրավվածության հարցը, հայտարարել է Ազգային ժողովի նախարարի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը, անդրադառնալով Թրիփ նախագծում մասնակցություն ունենալու վերաբերյալ Մոսկվայի հայտարարություններին։ Արագածոտնի թեմի բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն եւ միասնական աղոթք անազատության մեջ գտնվող հոգեվոր հայրերի համար։ Արագածոտնի թեմի հայտարարության մեջ մասնավորապես ասվում է. հայցում ենք ամենքի տաղոթական ներկայությունը աղոթելու թեմակալ առաջնորդ մեր սիրելի հոգեվոր ծնող Մկրտիչ Սրբազանի, անազատության մեջ գտնվող մյուս հոգեվորականների, մեր ազատազրկված ու գերեվարված զավակների համար։ Իրանից Հայաստան եկած բեռնատարն ու կցորդը մաքսային զննության ենթարկելու արդյունքում ագարակ սահմանային անցակետի ծառայողները հայտնաբերել են 161 կիլոգրամ ընդհանուր քաշով 322 հատ թափանցիկ ինքնակպչուն ժապավենով փաթաթված սև փաթեթներ, լցված հերոին տեսակի թմրամիջոցով։ Ձերբակալվել է Թուրքիայի քաղաքացի։ Պարզվել է, որ թմրամիջոցը պետք է բեռնատար ավտոմեքենայով տեղափոխվեր Վրաստան։ Տաթև Աղվանի ճանապարհին կատարվում են ձնամաքրման աշխատանքներ, այս մասին հայտնում է Փրկարար ծառայությունը։ Հայտնում են նաև, որ ճանապարհները հիմնականում անցանելի են։ Ստեփանց-Մինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար։ Թուրքիան չի հրավիրվել Գազայի համար նախատեսվող բազմազգուժի ստեղծմանը բանակցելու նպատակով կազմակերպվող Դոհայի հանդիպմանը, հայտնում են թուրքական լրատվամիջոցները։ Ըստ թուրքական մամուլում շրջանառվող տեղեկությունների, Թուրքիայի մասնակցությունը հանդիպմանը խոչընդոտվել է Իսրայելի սահմանած վետոյի պատճառով։ Թուրքիան դիվանագիտական ճնշում է գործադրել Դոհայի իշխանությունների եւ Վաշինգտոնի վրա համաժողովին հրավիրվելու նպատակով։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է շրջափակել բոլոր պատժամիջոցների տակ գտնվող նավթային լցանավերը, որոնք փորձում են մուտք գործել Վենեսուելա եւ դուրս գալ այնտեղից։ Այս մասին Թրամփը հայտնել է X-ի իր միկրոբլոգում, նշելով, որ պետք է ետ վերադարձվի նախկինում ԱՄՆ-ից կողացված նավթը։ Սա Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության վրա ճնշումն ուժեղացնելու Վաշինգտոնի հերթական քայլն է։
ԱՄՆ-ն կասեցրել է Միացյալ Թագավորության հետ $40 միլիարդ տեխնոլոգիական համագործակցության համաձայնագրի իրականացումը, հայտնում է Reuters-ը։ Ըստ աղբյուրի, ամերիկացի պաշտոնյաները դժգոհ են բրիտանական ինտերնետային անվտանգության կանոններից, թվային ծառայությունների հարկից եւ սննդի անվտանգության սահմանափակումներից։ Տեխնոլոգիական բարգավաճման համաձայնագիրը կնքվել էր նախագահ Դոնալդ Թրամփի սեպտեմբերին Միացյալ Թագավորություն կատարած պետական այցի ժամանակ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Նիդերլանդների խորհրդարանից հայտարարել է, թե Վլադիմիր Պուտինը հրապարակավ ստել է, պնդելով, որ ռուսական ուժերն արդեն գրավել են Կուպյանսկը։ Ես գնացի Կուպյանսկ աշխարհին ցույց տալու, որ Պուտինը ստում է։ Ես կշարունակեմ ոչնչացնել ռուսական յուրաքանչյուր սուտ առաջնագծում եւ ամբողջ աշխարհում, հայտարարել է Զելենսկին։ Նրա խոսքով ռուսները միշտ մեղադրում են ուրիշներին եւ միշտ փորձում են իրենց պատերազմները բացատրել ուրիշների գործողություններով։ Ավելի վաղ Ուկրաինայի նախագահը Telegram-ում տեսանյութ էր հրապարակել, որտեղ ասել էր, որ Կուպյանսկում է, սակայն ուկրաինական լրատվամիջոցները հերքել էին, նշելով, որ կադրերն արվել են Կուպյանսկից մի քանի 100 կիլոմետր հեռավորության վրա։ Ուկրաինայի նախագահի եւ եվրոպական ղեկավարների հետ հանդիպումների արդյունքում ներկայացվել է Ուկրաինայի անվտանգության երաշխիքների 6 կետից բաղկացած ծրագիր։ Այն ներառում է Ուկրաինային մշտական ռազմական աջակցություն եւ խաղաղ ժամանակ զինված ուժերի թվաքանակի մինչեւ 800,000 անձնակազմի պահպանում, երկրի վերականգնում եւ վերակառուցում, ինչպես նաեւ Ուկրաինայի Եվրամիությանն անդամակցելու համար աջակցություն։ Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է, թե Կրեմլը կվերլուծի Կիևի անվտանգության երաշխիքների վերաբերյալ եվրոպական առաջնորդների համատեղ հայտարարությունը, երբ կտեսնի այդ տեքստը։ Սանտա Կլաուսի կերպարով կիսամերկ տասնյակ մարդիկ Բուդապեշտում մասնակցել են վազքի բարեգործական ծրագրի։ Սանտա Սփիդոուրանը արդեն 21-րդ անգամ է անցկացվել։ Միջոցառման ընթացքում մասնակիցները քաղաքի կենտրոնով վազել են մոտ 0-ական ջերմաստիճանի պայմաններում։